Վարչական դատարանը ապօրինի է համարել Երևանի քաղաքապետարանի Դալմա առևտրային կենտրոնից ազգային բարերար Սամվել Կարապետյանի վերաբերյալ պաստառներն ապամոնտաժելու գործողությունները։ 3 դատական գործ էր ներկայացվել քաղաքապետարանի գործողությունների դեմ։ Հենց այդ գործողությունների իրականացման ժամանակ ինչպես Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին, այնպես էլ ներկա գտնվող ներքին գործերի նախարարության աշխատակիցներին տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանը նման գործողություններ իրականացնելու իրավասություն չունի, կատարվում է սեփականության իրավունքով պատկանող տարածք ներխուժումներ։ Հոկտեմբերի 27-ի դրությամբ վարչական դատարանը կայացրեց վճիռ, որով արձանագրեց այն, ինչ որ մենք հենց իրավախախտում կատարելու պահին բարձրաձայնում ենք։ Դատարանը հաստատել է, որ պաստառները գովազդ չեն եւ քաղաքապետարանի գործողությունները եղել են ոչ իրավաչափ։ Հաջորդ քայլը լինելու է Երևանի քաղաքապետարանից վնասի փոխհատուցում պահանջել։ Փաստաբանները պատրաստվում են հայտ ներկայացնել գույքային վնասի հատուցման պահանջով։ Չեն բացառում սակայն, որ քաղաքապետարանը կբողոքարկի որոշումը եւ հորդորում են չձգձգել դատական գործընթացը։ Ենթադրում եմ, որ բնականաբար կբողոքարկի, սակայն մենք կհորդորենք նրանց, որ նման գործողություն չանեն։